Ոչ մի կոմպրոմիս չկա։ Դու չեք զգում, որ մեր մեջ կոմպրոմիս չի կարա լինի։ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցությունը բացառող Գագիկ Ծառուկյանը հետընտրական զարգացումների գլխավոր ինտրիգն է դարձել։ Եթե վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ն խորհրդարան անցնի 5 մանդատով, վճռորոշ դեր կունենա։ Այդ դեպքում ընդդիմության մանդատները բավարար կլինեն Փաշինյանի կառավարության մի շարք նախաձեռնությունները տապալելու համար։ Օրինակ, իշխող ուժը չի կարողանա ընտրել գլխավոր դատախազ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, բարձրագույն դատական խորհրդի անդամներ, բարձր դատարանի դատավորներ եւ ընդունել սահմանադրական օրենքներ։ Քանի Հայաստան պետությունը կա, Գագիկ Ծառուկյանի տները սկսել ենք արդեն վերադարձնել ժողովրդին։ Եվ առաջիկայում ես ասում եմ, որ Արարատ ցեմենտ գործարանը նույնպես որպես Գուլոյան Ծառուկյան կլանի կողմից ապօրինի յուրացված գույք կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը։ Վարչապետ Փաշինյանն այս քարոզարշավի ընթացքում հրապարակային սպառնում էր Գագիկ Ծառուկյանին ունեզրկել, կալանավորել, նրա հետախուզվող որդուն Բելարուսից բերել բանտարկել։ 2 տարի հետախուզվող Նվեր Ծառուկյանը մեղադրվում է խուլիգանության ու կողոպուտի համար, նա Բելարուսում է։ Բռնելու ենք, բերենք նստացնենք, լակոտ չես պախնելու ոչ միտեղ։ Չես պախնելու, հերդ էլ քեզ չի փրկելու։ Ծառուկյանի դեմ քրեական գործ է հարուցվել, նրան մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու համար, հարստությունից զրկվելու, իրեն ու որդուն կալանավորելու սպառնալիքների պայմաններում։ Արդյոք Գագիկ Ծառուկյանը իշխող ուժի հետ որևէ գործարքի չի գնա կամ չի հայտարարի քաղաքականության էջը փակելու մասին, ինչպես նախկինում է արել։ Ես այսօր այստեղ եմ, ձեր հետ, ձեր կողքին կանգնած եմ, եւ դրա համար ես շատ հպարտ եմ, որ այսօր այստեղ եմ, ձեր կողքին կանգնած։ Սերժ Սարգսյանի կառավարության հետ 2008-ին կոալիցիա կազմած Ծառուկյանը 2012-ին լքեց կոալիցիան, չպաշտպանեց Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում, հետո էլ միացավ Սարգսյանի հրաժարականը պահանջող ուժերին։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը 2014-ին Ազատության հրապարակի հարթակից ժողովրդին խոստանում էր պայքարից չնահանջել։ Երբեք չի եղել, ես հանրությանը ժողովրդին հայտարարություն անեմ, եւ իմ հայտարարությունից ես հետ կանգնեմ։ Այսօր ինչ որ ձեզ ասում եմ, իմացեք, որ դա մինչև վերջ ես կատարելու եմ։ 4 ամիս անց հեռացավ քաղաքականությունից։ Այսօր եկել այն պահը, երբ ես որոշում եմ կայացել, այլևս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ։ Ժողովրդին աննահանջ պայքար խոստացող Ծառուկյանը քաղաքականության էջը փակեց իշխանության բացահայտ ճնշումներից հետո։ Շնորհակալություն ստեցում ձեզ։ Դրանից ընդամենն օրեր առաջ նախագահ Սարգսյանը Հանրապետական կուսակցության նիստում ենթականերին հանձնարարեց զբաղվել Ծառուկյանին առնչվող օդում կախված լուրերով։ Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը, չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը եւ բաց ներկայացնել բոլորին։ 4. Շարունակում են նաև օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ, պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը։ Վաղը ես հրավիրելու եմ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ մեր իրավապահների հետ համապատասխան անդրադարձ կլինի, թե ինչպես վարվել նման լուրերի հետ։ Իմ խնդրանքն է ձեզ ինձ այլևս քաղաքական հարցերով չդիմել։ Ես չեմ խառնվելու ձեր որևէ որոշման։ Ես որևէ կապ այլևս չունեմ Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ։ Դուք քիչ հետո կընտրեք նոր նախագահ, նոր ղեկավար մարմիններ եւ կուսակցության ճակատագիրն ասել ձեր ձեռքերում է։ Այս նիստից 20 օր անց Ծառուկյանը նույնիսկ իր կուսակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվեց, բացատրեց, թե ցնցումներից ու արյունահեղությունից խուսափելու համար է այդպես որոշել։ Ես չէի կարողանա ներել ինձ, եթե թափեր անգամ մեկ անմեղ մարդու արյուն։ 2 տարի անց Գագիկ Ծառուկյանը քաղաքականության էջը բացեց։ Ես հայտարարում եմ, որ բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը եւ մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, ձևավորելով լայն դաշինք։ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո դարձավ ազգային ժողովի երկրորդ ուժը։ 2018-ին հեղափոխությանը սատարեց, 2 տարի անց քովիդի համաճարակի ժամանակ պահանջեց Փաշինյանի կառավարության հրաժարականը։ Բայց այսօր տեսնելով այս ասենք թե ձախողումները, լիարժեք արդեն կարող եմ ասել ոչ թե 97, 100%-ը պետք է փոխվի, որտեղ բոլոր իրաց աշխատանքով, արդյունքով բոլոր ոլորտները ձախողված են։ Դրանից հետո կրկին հայտնվեց իրավապահների ու
ուշադրության կենտրոնում։ Նրա դեմ քրեական գործ հարուցվեց 2017-ին ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով։ Փաշինյանի թիմը խորհրդարանում նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեց։ Այս անգամ Ծառուկյանը նույնիսկ երդվեց, որ չի նահանջի։ Ուզում են ճնշում գործադրեն, շանտաժ, բախացնեն, բայց ես այսօր ձեզ ասում եմ, որպես Ծառուկյան Գագիկ, անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ։ Այսօր ով չի կարող պետք է չանի։ Ծառուկյանի առաջնորդած ուժը 2021-ի արտահերթ ընտրություններին էլ մասնակցեց, բայց պասիվ քարոզարշավով ԲՀԿ-ն անցողիկ շեմը չհաղթահարեց, հիմնադրվելուց 2004-ից հետո առաջին անգամ։ Ծառուկյանը հատկապես ակտիվացավ այս ընտրություններից առաջ։ Քարոզարշավին Փաշինյանին կոշտ քննադատում էր արտաքին քաղաքականության ու տնտեսական ձախողումների Արցախը Ադրբեջանին հանձնելու համար։ Բելարուսի նախագահի հետ սերտ հարաբերություններ ունեցող Ծառուկյանը նաև մեղադրում էր Փաշինյանին Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու համար, որն ըստ նրա կործանում է Հայաստանի տնտեսությունը։ Ես սուր կարամ ասեմ բարձրաձայն, եթե որոշում կայացվեց Ռուսաստանից հրաժարվեցինք, 1 տարվա ընթացքում լինելու է ոնց որ Արցախը եւ։ Քվեարկությունից 11 օր առաջ, երբ դեռ հայտնի չէր, որ ԲՀԿ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ գալիք խորհրդարանում, Գագիկ Ծառուկյանը Ազատությանը վստահեցնում էր, Փաշինյանի իշխանության հետ ոչ մի կոմպրոմիս չի լինի, անգամ եթե ստիպված լինի զրկվել ունեցվածքից։ Ծառուկյանը նման է տվյալ բանի, ինչ որ հանուն ունեցվածքի, որ ես իմ ազգովի խայտարակվեմ, որտեղ մտնեն, ասեն դավաճան, իր ունեցվածքի համար սաղ ժողովրդին վարի տվեց, ընդմիշտ դու ոնց որ դառնալու ես ազգի թշնամի։